Դաս 49-րդ ավետարան ըստ Հովանեսի։ Հովանեսի ավետարանը այդ երեք համատես ավետարանների կողքին կարծես մի առանձնահատուկ մարգարիտ լինի։ Ինձ համար այդպես է, որովհետև երեքը Մատթեոսը, Մարկոսը եւ Ղուկասը համատես, հիշում եք բառը ինչ էր նշանակում, որ նույն բանն են տեսնում տարբեր կողմերից, ավելի շատ Տեր Հիսուսի այսպես դրսի կողմը, խոսքերը, գործերը, արածները, իսկ Հովանեսը կարծես այս չորրորդ չափողականությունն է բերում եւ ներսից ներկայացնում է այն ինչը որ միայն Աստծու հայտնությունով կարող էր իմանալ, այսինքն ներսն է ցույց տալիս մեզ։ Իհարկե բոլոր ավետարաններն են Աստծու հայտնությունով եւ Աստծու հոգով ներշնչված, բայց Հովանեսի նպատակը ավետարանը ներկայացնելու Քրիստոսի էությունը մեզ փոխանցելն է, ով էր ինքը։ Եվ եթե ուշադիր կարդաք կամ եթե արդեն կարդացել եք, ամեն բան ավետարանը տանում է նրան, որ նշանները եւ մնացած հիմնավորումները տանում են նրան, որ մենք հասկանանք մեկ ամենակարևորագույն ճշմարտությունը, ով էր Տեր Հիսուսը։ Ով էր ինքը, ինչպես ասեմ, ով էր ինքը մինչև մարմնով երկրի վրա գալը, ով էր երկրի վրա եւ ով է հիմա։ Ինքը նույնն է երեք այսօր եւ հավիտյան, բայց այդ էությունը անձը նրա, որ չէր փոփոխվում, հիմա տարբեր կերպերով դրսևորվեց այս երեք ժամանակահատվածների մեջ՝ մինչև երկրային կյանքը, երկրային կյանքի ընթացքում եւ երկրային կյանքից հետո։ Հովանեսը անդրադառնում է Քրիստոսի էությանը, բնույթին եւ անձին։ Կարևորագույն տեղեկություններ ենք ստանում Հովանեսի ավետարանից։ Մեր ժամանակների եւ նաեւ քրիստոնեական հավատքի հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք տեսնում ենք, որ եղել են թե մեր ժամանակներում, թե այն ժամանակ եղել են շեղումներ հավատքից։ Եվ եթե մենք լսարանների մասին խոսում ենք, չէ, ամեն ավետարանիչ ում էր դիմում, ում էր ուղղված այս ավետարանը, ապա կհիշենք, որ երկուսը եկեղեցուն էր ուղղված, երկուսը աշխարհի մարդկանց, որպեսզի նրանք կարդան ու հավատան։ Եկեղեցուն ուղղված առաջինը դա Մատթեոսի ավետարանն էր, որ ավելի շատ խոսում էր աշակերտ լինելու մասին, արքայության անդամ լինելու մասին, իսկ Հովանեսի ավետարանը եկեղեցուն է ուղղված, որպեսզի մենք պահենք մեր հավատքը, ճշմարիտ Աստծու հանդեպ, որովհետև շատ էին մոլորեցնողները։ Մի փոքր որ պատմությանը հետագայում անդրադառնամ, կտեսնենք, որ Հովանեսը իր կյանքի ծառայության բավականին մեծ ժամանակահատված անցկացրել է Եփեսոսում։ Ես եղել եմ Եփեսոսում 2 անգամ եւ այնտեղ սա պատմական տվյալներ են եւ Մարիամն է այնտեղ եղել, գիտենք, որ Հովանեսը նաեւ խնամել է Մարիամին, որ ումից ծնվեց Հիսուսը եւ մարմնով իհարկե, որովհետեւ Հիսուսը մինչեւ Մարիամը կար, Աստվածաշնչում ասում է մինչև Աբրահամը ես կայի, առավել ևս մինչև Մարիամը ինքը կար։ Դրա համար եթե ասում ենք Աստվածածին, շատերը ասում են Մարիամ Աստվածածին, թվում է թե Աստծուն ինքը ծնեց, մի քիչ չի բռնում սա։ Իհարկե հասկանում ենք ինչի նկատի ունի Աստվածածին բառը, ես դեմ չեմ այդ բառին, բայց Աստված գոյություն ուներ մինչև Մարիամը, բնականաբար Աստված արարել էր Մարիամին, բայց այն խոնարհությամբ եւ
մարդկության փրկության համար այդ Ֆիլիպպենցիս թղթում գրված, որ իրեն իջեցրեց մինչև մարդ լինելու աստիճան եւ այն էլ ոչ միայն մարդուց ծնվեց, այլ մարդկանց ծառա դառավ եւ ոչ միայն ծառա դառավ, այլ նաեւ մինչև խաչի մահ իրեն իջեցրեց, որպեսզի մեզ փրկի։ Ահա Մարիամը միջոց էր կանանց մեջ երանելի, որ իր միջոցով ծնվեց մանուկ Հիսուսը, բայց Հովհաննեսը ասում է, որ այս մանուկ Հիսուսը կար, եւ մենք անդրադառնանք դրան, կար նախքան ծնվելը, ինքը գոյություն ուներ եւ ինքը ոչ միայն գոյություն ուներ, այլ ինքը գոյության հեղինակն էր։ Շատ գեղեցիկ է ու ես եթե ժամանակս սահմանափակ չլիներ, կարելի էր մի քանի ժամ խոսել այս ավետարանի մասին եւ թեման շատ ծավալուն է։ Հիմնական շեղումները, հերձվածողությունները եւ աղանդները ծնվել են հենց Քրիստոսի բնույթի սխալ ընկալման պատճառով։ Եվ Հովհաննեսը գրում է այս ավետարանը, որպեսզի մենք իմանանք ճշմարտությունը։ Որպեսզի մենք իմանանք ճշմարտությունը։ Շատ հետաքրքրական է, որ Հովհաննեսը չի անդրադառնում բազմաթիվ փաստերի, որոնց անդրադառնում են համատես ավետարանները։ Մենք կարող ենք վստահաբար ասել, որ ականատեսի աչքերով Հովհաննեսը շատ ավելին գիտեր, քան Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը միասին վերցրած։ Եվ շատ հավանական է, որ իրենք Հովհաննեսից էլ հարցազրույցներ էին վերցրել, որպեսզի այդ տեղեկությունները զետեղեն այնտեղ, մանավանդ նախորդ անգամ Ղուկասի պարագայում տեսանք, որ քահանայապետի ծառայի հետ ականջի կտրվելու պատմությունը շատ հավանական է, որ հենց Հովհաննեսից է վերցրել, որովհետև մյուս ավետարաններում դա չկա, բայց տեսնում ենք, որ Հովհաննեսը շատ մեզ համար կարևոր տեղեկությունների ընդհանրապես չի անդրադառնում։ Գիտեք, ես գիտեմ, որ դուք երբ որ ընթերցում եք, գուցե ուշադրություն չեք դարձնում դրան, որովհետև ընթերցելուց տեսնում եք ինչ կա, չեք նայում ինչ չկա։ Բայց ուսումնասիրությունը հենց նրանով է ուսումնասիրություն, որ շատ կարևորագույն տեղեկություններ ընդհանրապես չկան Հովհաննեսի ավետարանում, որոնք կան համատես ավետարաններում, որոնց ականատեսը եղել է Հովհաննեսը, որ շատ լավ կարար բացատրեր մյուսներից լավ, բայց ինքը չի անդրադառնում սրան, որովհետև իր գրելու նպատակը այլ է։ Նա Տեր Հիսուսի, հիշում եք, որ ասեցի 3 հոգու հետ շատ մտերիմ էր, առանձնահատուկ պատրաստում էր ծառայության, այս 3-ից մեկն էր, այս 3-ի մեջ ամենամտերիմը, որ մի քանի անգամ ինքը իր մասին խոսելիս ասում է այն սիրելի աշակերտը։ Այն սիրելի աշակերտը, այսինքն ամենամտերիմն էր։ Եթե մի բան կար, գիտեք այն ժամանակ ինչպես էին հաց ուտում, նստում էին սեղանի ոչ թե շուրջ, ոնց որ մենք ենք նստում, այլ թիկն էին տալիս ու գետնին էին նստում եւ մեկը մյուսի վրա հենվում էր։ Եվ ով էր Տեր Հիսուսի վրա հենվողը, ամենամտերիմը Հովհաննեսն էր։ Եվ դիտավորյալ կերպով Աստծո հոգուց ներշնչված չի անդրադառնում, նայեք ինչ իրադարձությունների։ Քրիստոսի ծննդյանը, բացարձակապես, մկրտությանը, անապատի փորձություններին, դևեր հանելու մասին ոչ մի բան չկա գրված։ Այլակերպությանը, որ ինքը ներկա էր եղել այդտեղ, բացարձակապես ոչ մի բառ չկա գրված։ Վերջին ընթրիքին, որ ինքը գլխավոր դերում էր կարելի ասել, ասում էին էլի մի հատ հարցրա, դու մոտիկ ես, դու հարցրա։ Ով է մատնողը։ Չի անդրադառնում։ Գեթսեմանում այդ աղոթքին ձերբակալությունից առաջ համբարձման փաստին չի անդրադառնում։ Մենք որ այսպես շատերը որ ուզում են Աստվածաշունչը քննադատեն, ասում են, ինչու օրինակ, էսի գրած չի, հետո էսի գրած է, էսի գրած չի։
Ինչու է ժամանակահատվածի մասին բան չկա գրած։ Որովհետև նպատակը այլ է, մտածելակերպը այլ էր։ Մենք որ գրում ենք, փորձում ենք հերթականությամբ շարել իրադարձությունները, որ բան բաց չթողենք։ Հովհաննեսը գիտեք ինչ է ասում է, եթե ես բոլորը գրեի, աշխարհի գրքերը, չէր բավականացնի այդ ամենը գրելու համար։ Եվ շատ քիչ հրաշքների մասին կա տեղեկություն։ Շատ քիչ, բայց առանձնահատուկ հրաշքներ, 7 հրաշքա նկարագրած, որոնցից 5-ը մյուսները չեն նկարագրել, այսինքն այս 5 հրաշքները առանձնահատուկ հրաշքներ են, եւ նա սրանց հրաշքներ չի կոչում, կոչում է նշաններ, որովհետեւ իր գրելու նպատակը ինչն էր, ցույց տալ ով է Հիսուսը, եւ նշանը ուղղորդում է, այսինքն ինքը նպատակ ունի, որպեսզի ընթերցողը հասկանա ով է Հիսուսը։ Մոլորեսնողներ էին եկել, կասեմ ինչ էին ասում, ինչ մոլորություններ, որ այսօր էլ այդ մոլորեսնողների պակասը չկա, եւ Հովհաննեսը ասում է, հիմա նայեք, այս նշանները խոսում են սրա մասին։ Մենք պիտի ճանաչենք ով է Հիսուսը։ Որովհետեւ եթե չճանաչենք, չենք կարող հավատալ։ Եթե դու չիմանաս ճշմարտությունը, չես կարող հավատալ ճշմարտությանը։ Եթե դու չհավատաս ճշմարտությանը, դու փրկություն չես ունենա, որովհետև մեղքերի ներումը Քրիստոսի խաչի միջոցով այդ մեծագույն պարգևը, որ փոխանցվում է մարդկանց Քրիստոսի զոհի շնորհիվ, գործում է քո կյանքում միայն հավատքի, ճշմարտության հանդեպ հավատքի արկայության պարագայում։ Եթե դու չգիտես ճշմարտությունը, դու չես փրկվի, որովհետև չես կարող հավատալ այդ ճշմարտությանը։ Եվ դրա համար շատ կարևոր է Հովհաննեսի ավետարանը ճիշտ ընկալելը։ Թագավորության թեմային գրեթե անդրադարձ չկա, ընդամենը 2 անգամ Նիկոդեմոսի հետ զրույցի մեջ, որ ասում է, մինչև վերստին չծնվես երկնքի արքայություն կամ Աստծո արքայություն, չես տեսնի, եւ Պիղատոսին իր թագավորության մասին է խոսում, ասում է, եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, կգային ինձ ազատելու, իմ զորքը կգար, իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Եվ այլևս անդրադարձ չկա այս 2 դեպքից բացի։ Ինչ էր ուզում Հովհաննեսը, որպեսզի մենք հասկանանք այդ նշանների միջոցով։ Պետրոսի հետ զրույցը ոտնլվայի ժամանակ միայն Հովհաննեսի մոտ է։ Տեր Հիսուսի զրույցները, եթե մյուս ավետարաններում այսպես հասարակության կամ բազմության հետ բաց ուսուցումներ են, Հովհաննեսի ավետարանում նրանք անհատական զրույցներ են։ Ես բաներ եմ ասում, որ դուք գուցե ուշադրություն չեք դարձրել ընթերցելուց։ Սրանք անհատական զրույցներ են։ Լեռան քարոզը չունենք այստեղ, որ բոլորին ուսուցանում է, կամ աշակերտների հետ, կամ իրեն այցելած մարդկանց հետ, կամ ձերբակալության ժամանակ անհատական զրույցներ են հիմնական։ Առակներ, ոչ թե առակներով է խոսում, ուսուցումների ժամանակ էր առակները ասում, այլ ավելի շատ քննարկում է, բանավեճի նման քննարկում է ունենում, անգամ փարիսեցիների հետ։ Առանձնահատուկ է Հովհաննեսը նրանով, որ ես եմ-ներն է, 7 ես եմ արտահայտությունները, գուցե ավելի 7 կարևորագույն ես եմ-ները, մենակ ասում է ես եմ կյանքի հացը, ես եմ աշխարհի լույսը, ես եմ բարի հովիվը, ես եմ դուռը, ես եմ հարությունն ու կյանքը, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ես եմ ճշմարիտ որդատունկը։ Մյուս ավետարանիչները այս կարևորագույն խոսքերը չեն օգտագործել։ Եվ այս ես եմ արտահայտությունը մենք հայերենում շատ լավ լսում ենք, մեր ականջին լավ հնչում է։ Ես եմ եբրայերեն հնչում է որպես Յահվե կամ Եհովա։ Ես եմ, որ եմ։
ձերբակալության ժամանակ ասում է որ գալիս են, ասում է ում եք փնտրում, ասում է Հիսուսին ենք փնտրում, Նազովրեցի, ասում է ես եմ, ու այս արտահայտությունից իրանք հետ են գնում ու ընկնում են։ Եվ շատ անգամ ինքը ասում է ես եմ, որպեսզի հասկանան ով է ինքը, եւ այդ ես եմ-ները ամեն անգամ որ ասում էր, մեր Աստծու անունն էր դա, որ ինքը արտաբերում էր իր շուրթերից, ասում էր ես եմ։ Հովհաննեսը անընդհատ շեշտադրում է դա։ Ով էր Հովհաննեսը, արդեն ասեցինք, ամենամտերիմը, բայց նաև ձկնորս։ Հիշում եք, որ զարմանում էին հրեաները Հովհաննեսի, Պետրոսի վրա, ոնց էին իրենք խոսում, ասում են սրանք անգրագետ մարդիկ են գալիլեացի, այսինքն առանձնապես մեծ գրագիտություն չի ունեցել, թեև Հովհաննեսին տեսնում ենք նաև, որ ինքը լինելով հյուսիսից, Գալիլեան հյուսիսում էր, հրեաների համար, հարավի հրեաների համար այդքան ընդունելի չէին հյուսիսի ժողովուրդը, մենք տեսնում ենք Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս, ով է տես բան տեսել, բայց Հովհաննեսը նաև տեսնում ենք, որ եթե ուշադիր ընթերցել եք, ծանոթներ ուներ եւ բարեկամներ ուներ, ամենայն հավանականությամբ ինքը հյուսիսում էր ապրում, բայց քահանայապետի ծառան իր բարեկամն էր, եւ եթե ուշադիր եք եղել, Պետրոսին ինքն է բարեխոսում այս ծառայի միջոցով, որ գնա այն տեղը, որտեղ հետո ուրանում է։ Շատ հետաքրքիր մի բան կա դրվագ, որ կուզեմ ընթերցել 21-րդ գլխի 21-ից 24 հատվածը, Պետրոսը հարցնում է Հիսուսին, ասում է Տեր, իսկ սրան ինչ է լինելու։ Հիսուսը նրան ասաց, եթե ես կամենում եմ, որ դա մնա մինչև ես գամ, դրանից ինչ քեզ։ Դու արի իմ հետևից։ Տեսեք, այս զրույցը փոխանցում է Հովհաննեսը ու ասում է հանկարծ սխալ չհասկանաք, Հովհաննեսը կենդանի էր ու գրում էր այս պատմությունը, ասում էր հանկարծ սխալ չհասկանաք, որովհետև Հիսուսը չասեց ես կենդանի եմ մնալու մինչև իր գալուստը։ Նայեք շարունակության մեջ։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու, բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ եթե կամենում եմ, որ դա մնա մինչև որ ես գամ, քեզ ինչ։ Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին եւ որն էլ դրան գրեց ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Տեսեք ինչ հետաքրքրական է, Հիսուսը sense բաներ ասել։ Մինչև եթե ես որոշել եմ, որ մինչև իմ գալը ինքը ապրի։ Պատկերացնում եք Հիսուս Հովհաննեսը մինչև մեր ժամանակները ապրել։ Բայց ասում է ինքը տենց չասեց, ինքը ասեց, եթե ես անգամ սենց որոշեմ, դու ինչ ես դրանով անհանգստանում, դու քո կյանքի մասին անհանգստացի։ Ու Հովհաննեսը ասում է, որ ես հայտնություն չունեմ, որ ես ապրելու եմ այնքան, մինչև Հիսուսը վերադառնա, ես մեռնելու եմ։ Եվ ես գիտեմ դա, բայց որpիսի սխալ չհասկանաք, այս ճշմարիտ վկայության մեջ, որ ամբողջ ավետարանն, ամբողջ Աստվածաշունչը, նաև ինքը այս ուղումն է անում, բացատրում է Տեր Հիսուսի խոսքերը։ Եվ շատ տեղերում կա, որ Հովհաննեսը Տեր Հիսուսի խոսքերը մեկնաբանությունով է ներկայացնում։ Ինքը բացատրում է Տեր Հիսուսի ասածը։ Եվ սա էլ առանձնահատկություններից մեկն է նաև։ Վերնագիր դասին։ Դասի վերնագիրը 20-րդ գլխի 31 խոսքի հիման վրա է։ Ընթերցենք, բայց սրանք գրվեցին, որպիսի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծու որդին, որպիսի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Դասի վերնագիրը, որպիսի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Ամբողջ նպատակը այս ավետարանի սա է, որպիսի հավատաք եւ հավատաք ճշմարտությանը, հավատաք Քրիստոսի ով լինելու մասին միակ ճշմարիտ տեղեկությանը, որ Հովհաննեսն է փոխանցում, եւ հավատալով հավիտենական կյանք ունեն։
Եթե մենք մի փոքր մտածենք, իսկ եթե մարդիկ սխալ պատկերացում ունեն Հիսուսի մասին, իսկ եթե ինչ-որ մի կրոնական ուղղություն ասում է Հիսուսը Աստված չի, բայց ես հավատում եմ Աստծուն, բայց Հիսուսին չեմ հավատում։ Այս խոսքը ինչ ասում մեզ։ Եթե դուք չհավատաք, թե ով է Հիսուս Քրիստոսը, ճշմարտությունը չճանաչեք եւ ճշմարտությանը չհավատաք, հավիտենական կյանք չեք ունենա։ Ուրիշ անուն չկա, ահա բացված է Գործք առաքելոց 4 գլուխը, հետևի այս նկարի մեջ եւ հաջորդ դասը կլինի Գործք առաքելոցը եւ կասեմ հենց ինչու ենք այս էջի վրա բացել ու նկարել Աստվածաշունչը, որպես մեր բաների ֆոն, ուրիշ անուն չկա երկնքի տակ, որով հնարավոր լինի փրկություն։ Այս անունով է փրկությունը։ Եվ այս անունին ոչ թե անունը պիտի տանք, որ փրկվենք, այլ պիտի հավատանք նրա էությանը։ Հավատք ունենանք, որ փրկվենք։ Գնանք առաջ։ Արդեն ասեցի, որ լսարանը եկեղեցին էր, վտանգը մոլորեցնողները։ Եվ հիմա պիտի մի փոքր փորձեմ այնպիսի բանից խոսել, որ հայերեն թարգմանության մեջ չի երևում, բնագրում է երևում։ Բոլորը շատ լավ գիտենք անգիր, բոլոր հավատացյալները անգիր գիտեն, ասեք որ հատվածը 3:16-ը։ 3:16-ը անգիր գիտենք, որտեղ ասվում է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հավատում է բառը, բայը ինքը դրված է շարունակական ժամանակով։ Հավատում է։ Հիմա ես հարցնեմ այստեղ յուրաքանչյուրիդ։ Դու հավատում ես, որ Աստված իր միածին որդուն է տվել։ Դու հավատում ես Աստծու միածին որդուն։ Հավատում ես։ Եթե ինչ-որ մեկը կանգնի ասի. ես հավատացել եմ, բայց հիմա այնպես չեմ հավատում, ինչպես որ հավատում էի 2 տարի առաջ կամ 2 օր առաջ, իսկն առաջ հավատում էի, հիմա չեմ հավատում, մի տեսակ հավատքս կորցրել եմ, շարունակական ձևը դառնում է անցյալ վաղակատար, և քո փրկությունը մնում է անցյալ վաղակատարի մեջ, հասկանում եք ինչ է այստեղ գրած։ Այս հայերենում մենք լավ չենք ընկալում թարգմանության մեջ, ես չգիտեմ այդ ձևը, որ հունարենում կա, հայերենում չկա։ Ինքը նշանակում է շարունակաբար կատարվող գործողություն։ Այդ ժամանակաձևը օգտագործված է, երբ որ Տեր Հիսուսը սովորեցնում էր թակել դուռը մինչև բացվի, աղոթքի ուսուցման ժամանակ։ Այս նույն ձևն է, ինչքան ես աղոթում, ինչքան ես թակում ես այնքան մինչև բացվի, ինչքան ես հավատում ես այնքան մինչև երկնքի դարպասները բացվեն ու դու արդեն մտնես այնտեղ։ Հավատքը պահելու մասին է խոսքը այստեղ։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է. բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Եվ մոլորեցնողները եկել էին, հիմա էլ եկել են մոլորեցնողները ու ասում են, եթե դու մի անգամ հավատացել ես, հետո հավատքդ կորցրել ես ու գնացել ես աշխարհ, քո փրկությունը չես կարող կորցնել, որովհետև հավատքով է փրկությունը եւ դու հավատացել ես։ Կարծես արդեն տոմսը տարել ես, քեզ մնում է միայն այդ մահվան ժամանակի ընթացքում նստես ինքնաթիռ ու գնաս երկինք։ Տոմսը ձեռքի տա, ոչ ոք քեզանից չի կարող խլի այդ տոմսը։ Այսպես են սովորեցնում։ Եկեք տեսնենք Աստվածաշունչը ինչ է սովորեցնում։ Հիմա, եթե փրկությունը հավատքով է, հարց է առաջանում. եթե դու դադարես հավատալ, ինչ կլինի քո փրկության հետ։ Եթե փրկությունը հավատքով է, բոլորը ասում են հավատքով է, գործերից չի, մենք հավատում ենք, հավատացել ենք, հիմա ուղղակի ընկած ենք, բայց էլի հավատում ենք։ Շատ լավ։ Հիշում եք, ես զուգահեռ համար ունեմ, ասում եմ, ով շատ սիրում է անգիր անել Հովանու 3:16-ը, պիտի նաև անգիր իմանա նույն գլխի
36-րդ խոսքը, որտեղ գրված է, թե ինչ է նշանակում հավատքը կորցնել։ Նայեք, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա։ Ընդհանրապես Հովհաննեսը ներկայացնում այս երկու վիճակը։ Ամբողջ ավետարանում այս երկու վիճակը կա։ Կամ դու Աստծո սիրո մեջ ես, կամ դու Աստծո բարկության մեջ ես։ Ովքեր են Աստծո սիրո մեջ, ովքեր որդուն հավատում են, ովքեր են Աստծո բարկության ներքո, ովքեր որդուն չեն հնազանդվում։ Ինչա նշանակում հավատքը պահել։ Հավատքը պահել նշանակում է հնազանդվել որդու ասածներին։ Հավատքը կորցնել, հավատքը թողնել նշանակում է չհնազանդվել որդու ասածներին։ Այնքան պարզ է Հովհաննեսը բացատրում։ Վարդապետական այս մանյովրսն բան են ասում, չէ՞, մանյովր են ասում։ Վարդապետական մանյովրների տեղ չի թողնում։ Հավատում ես, ունես փրկություն, չի ասում չես հավատում, ասում չես հնազանդվում, այնքան հեշտ է ստուգել հնազանդ ես, թե հնազանդ չես։ Չեմ ուզում հնազանդվել։ Չեմ ուզում հնազանդվել։ Ինձ մեղքը ավելի է ձգում, չեմ ուզում հնազանդվել։ Ոչ թե չեմ կարողանում հնազանդվել։ Եթե դու չես կարողանում հնազանդվել, դու հավատքդ ունես, ուժդ չի հերիքում, Աստված քեզ կօգնի, բայց չեմ ուզում հնազանդվեմ։ Էնի եմ ես ճիշտ եմ գտնում այս կյանքը։ Ճիշտ չեմ գտնում այն կյանքը, որ Հիսուսն է ասում, ճիշտ եմ գտնում այն կյանքը, որը ես եմ ուզում ապրեմ։ Բայց հավատում եմ քեզ։ Ինչ ես հավատում ես, որ կա, դևերն էլ են հավատում, որ կա։ Կանդրադառնանք հավատքի թեմային, գնանք առաջ։ Կարծում եմ պարզ է, հավատում ես, կփրկվես, հավատացել ես, կկործանվես։ Քանի որ չպահեցիր հավատքդ։ Եվ հակառակ ուսուցումները կեղծ ապահովություն են ստեղծում։ Հովհաննես ուզում է, որ հավատքը կորցրած մարդը ապաշխարի, ավետարանը ասում է, եթե մի եղբայր շեղվի, նրան հետ դարձնես, այսինքն սա հնարավոր է։ Մեծ գործ ես անում Աստծո համար։ Իսկ կեղծ ապահովությունը ասում է, դու մեկա փրկված ես, շեղված եղբայր, դու եկեղեցում ապաշխարության աղոթք ես արել, մեկա փրկված ես, հանգիստ, գնա։ Չեմ ասում մեղքի կյանքով ապրի, բայց տենց շատ մի անհանգստացի, Աստված բարի է, քեզ կփրկի։ Աստվածաշունչը ասում է, իրան հետ բերեք։ Մոլորեցնողները ասում են, հանգիստ թողեք այդ մարդուն, Աստված իրան կբերի։ Չի թողնի Աստված։ Այսինքն Աստծո խոսքից ավելի շատ բան են հասկանում, ավելի Աստծո խոսքին հակառակ են գնում։ Եվ կեղծ ապահովության այս հերձվածողության մասին մենք աղոթում ենք, ինչա լինելու, երբ որ մենք հայտնության գիրքն էլ ավարտենք։ Հիմա արդեն այսօր ես գիտեմ ինչա լինելու, հաջորդ դասընթացը լինելու է ամենայն հավանականությամբ, եթե Աստված ուրիշ բան չասի, լինելու է կրոնների եւ քրիստոնեական, պսևդոքրիստոնեական աղանդների, հերձվածողությունների եւ նաեւ ճշմարիտ եկեղեցիների ներսում գոյություն ունեցող շեղումների մասին։ Այսինքն այսպեսի մենք աստվածաշնչյան դպրոցը շարունակելու ենք այս թեմայով եւ նաեւ կանդրադառնանք այս կեղծ ապահովության հերձվածողության թեմային։ Հավատք։ Այս ամենը գրվեց, որպեսզի դուք հավատաք։ 86 անգամ ես որոնում արեցի էլեկտրոնային աստվածաշնչում եւ 86 անգամ գրված է հավատալ բառը որպես բայ, ոչ թե որպես հավատք գոյական, այլ որպես բայ։ Հավատալ բառը 86 անգամ գրված է։ Ինչ է հավատքը։ Հավատքը քո արձագանքն է ճշմարտությանը։ Եվ Հովհաննեսը այս 3 ոլորտն է ներկայացնում, 3 մակարդակն է ներկայացնում հավատքի։ Առաջինը դա ասես սերմն է, այն խոսքը, որ սերմը, ճշմարտությունը լսեցիր, սերմը ընկավ։ Հավատում եմ, այո, հավատում ես, որ Հիսուսը
խաչվել է 2000 տարի առաջ։ Այո, սա հավատքի առաջին մակարդակն է։ Այո, հավատում եմ այս ճշմարտությանը։ Հավատում ես, որ քո մեղքերի, մարդկության մեղքերի պատիժը իր վրա դրվեց։ Այո, հավատում եմ։ Սա հավատքի առաջին մակարդակն է։ Ցավոք սրտի, սա այս սերմը դեռ չի ծնվել։ Եթե այս հարցը տանք դևերին, սատանային տանք այս հարցը։ Ասենք, հավատում ես, որ Քրիստոսը խաչվել է, Գողգոթայի խաչի այդ տանջանքները կրել է։ Հավատում ես։ Ինչ կպատասխանի սատանան։ Այո։ Հավատում ես, որ ամբողջ մարդկության մեղքի պատիժը դրվեց Հիսուսի վրա։ Այո, հավատում եմ։ Եվ անկեղծ կասի, որտեվ իրոք հավատում է, որտեվ ինքը ներկա է եղել, տեսել է, ինքը ծրագրում էր դա այդ ամեն ինչը, չէր հասկանում ուր է դա գնում, բայց հիմա շատ լավ հասկանում է, որտեվ 2000 տարի ականատես է լինում, ինչպես են իր թագավորությունից մարդիկ անհետանում եւ հայտնվում լույսի թագավորության մեջ, ընդամենը հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին, նրա խոսքերին եւ նրա արած գործին։ Հիմա ինչ տարբերություն, այս սերմն է, որ ընկնում է մարդու մեջ։ Այդ սերմը երբ է ծնվում, հա? Ասենք երեխայի ծնվելը, քանի որ Տեր Հիսուսը վերստին ծնունդ էր կոչում, երբ որ սերմը ընկնում է, Աստծո խոսքի սերմը ընկավ, հոգուց ծնվում է մարդը, Նիկոդեմոսին բացատրում էր, Նիկոդեմոսը չհասկացավ, հույս ունեմ, որ Նիկոդեմոսի պես մարդիկ չկան, որ ասեն, ես ո՞նց եմ գնալու, մտնեմ մորս փորը նորից ծնվեմ, հասկանում ենք, որ հոգևոր բաներ ասում, Աստծո խոսքը լսեցիր, ճշմարտության հանդեպ քո վերաբերմունքը եղավ հավատքը, սերմը ընկավ, զարգանում է քո մեջ ու գալիս է մի պահ, որ ծնվում ես, որպես նոր մարդ։ Սա կոչվում է վերստին ծնունդ։ Երբ է լինում, սա երկրորդ մակարդակն է հավատքի, որը ես գրել եմ նվիրում, առաջինը վստահում ես խոսքին, բայց սա բավարար չի։ Եթե դու վստահում ես, այո, գիտեմ, որ խաչվել է, եւ նվիրման հավատքը չի գալիս, որ Հովանեսը սա ասում է, ինքը չի լինում վերստին ծնունդը։ Նվիրման մակարդակը դա հնազանդությունն է։ Այն պահին, ինչ շատ են հարցնում, Արմա եղբայր, ուզում եմ թողնեմ այս կյանքը, ուզում եմ ապրեմ Քրիստոսի համար, ուզում եմ ապաշխարեմ, ուզում եմ դառնամ Քրիստոսի աշակերտ, ի՞նչ է պետք անել դրա համար։ Այն պահին, երբ որ դու որոշում ես կայացնում, որ այլևս այս պահից սկսած դու փոխում ես քո մտածելակերպը, դու ապրելու ես, ամեն ջանք անելու ես, որպեսզի ապրես Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցանած սկզբունքներով, Աստծո խոսքի փոխանցած ճշմարտություններով, այդ պահին տեղի է ունենում վերստին ծնունդ։ Մինչ դա Հակոբոս առաքյալն ասում է, դևերն էլ են հավատում են ամենին, ինչ որ քրիստոնյաները հավատում են ու չեն անում։ Դևերն էլ հավատում են ու չեն անում։ Ձեր տարբերությունը ո՞րն է։ Դրա համար Հովանես 3:36-ը ասում է. հավատաք որդուն, կապրեք, չհնազանդվեք, կործանվեք, Աստծո բարկությունն է գալու ձեր վրա։ Տեր Հիսուսը ուսուցանում էր 8-րդ գլխում Հովանեսի ավետարան, ասում էր, եթե իմ խոսքի մեջ մնաք, իմ խոսքն էլ ձեր մեջ մնա, այդ ժամանակ կլինեք իմ աշակերտները։ Եթե իմ խոսքի մեջ մնաք, նշանակում է ապրեք այնպես, որ իմ խոսքը գետին չգցեք։ Եթե ես ձեր Տերը, ուսուցիչը, Թովմասը ծնկի եկավ, ասեց, ով իմ Տեր եւ իմ Աստված։ Եթե դուք ինձ Տեր եք ընդունում, եթե դուք ինձ Աստված եք ընդունում, եթե դուք ինձ ընդունում եք որպես ձեր կյանքի սկզբունքները ուսուցանող ուսուցիչ, իմ խոսքը գետին մի գցեք, կմնաք իմ խոսքի մեջ, իմ խոսքն էլ ձեր մեջ կբնակվի, կլինեք իմ աշակերտները, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Ահա ճանապարհը հավատքի։
որ Հովհաննեսը մեզ փոխանցում է։ Ուրեմն երկրորդ մակարդակը բերում է այդ նվիրումը, հավատքը ճշմարտության հանդեպ, որը տանում է մեզ հնազանդվելու այդ ճշմարտությանը։ Տեսակ առաջին մակարդակից ինչով է տարբերվում։ Առաջինը սերմն է, անկավ, հասունացավ, գիտես որ ճիշտը սա է, բայց դեռ չես ապրում, վախում ես, չգիտեմ, հարմար չի, հետաձգում ես, հետո տեսնում ես կինը ոնց է անընդհատ հետաձգում, ասում է մի քիչ էլ, բայց մի պահ է գալիս, որ էլ չի կարա ինքը։ Եվ ծնվում է երեխան։ Այդպես հավատքի կյանքն է։ Մի տեղ կա, որ կամ պիտի սպանես, կամ պիտի ծնվի։ Չի լինի դնես սառնարան մի քանի տարի հետո, կամ սպանում ես, կամ ծնվում է, որովհետև դու հավատացել ես արդեն, որ ծնվում է նշանակում է դու արդեն որոշում ես ապրես այդ կյանքով։ Բայց ծնունդով չի վերջանում, սիրելիներ։ Հովհաննեսը սովորեցնում է երրորդ մակարդակը, դա վճարելն է ճշմարտության մեջ ապրելու գինը։ Շարունակական, ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Շարունակական, հենց այստեղ է, որ մոլորեսնողները, այս մինչև իմ ասացի հետ բոլոր մոլորեսնողները գրեթե կհամաձայնվեն, բացի երևի կեղծ շնորհքի վարդապետության հետևողներից, որոնք ասում են պետք չի հնազանդվել, այսինքն ես կարամ չհնազանդվեմ, շնորհքի տակ եմ, ինքը ինձ կների, բարի է, սիրող է, էսա այնա, այսինքն այն որ 3:36-ում գրված է, իրանք էդի չեն տեսնում, մենակ տեսնում են 3:16-ը։ Հավատում եմ քեզ։ Հակոբոսի ասածն էլ չեն տեսնում, որ այդ հավատքով դևերն էլ են հավատում։ Քո հավատքը դևերի հավատքից պիտի տարբերվի։ Հնազանդությամբ դու պիտի ջանք անես, որ հնազանդվես, անգամ եթե չես կարող ամբողջովին, Աստված պիտի տեսնի քո սրտի վերաբերմունքը իր խոսքի հանդեպ, հնազանդության փափագը։ Շարունակական, այսինքն եթե դու այսօր լավ քրիստոնյա ես, ապրում ես ամբողջ կյանքդ, գրեթե մինչև վերջին պահը, լավ ճշմարիտ, նվիրյալ աշակերտի կյանքով, հավատարիմ, հետո վերջում որոշում ես հավատքի կյանքից արձակուրդ գնաս մի քանի ամիս, ասում ես, այսքան տարի սուրբ կյանքով ապրել եմ քո առաջ Տեր, դու տեսել ես մեղքի դեմ իմ պայքարը, պատերազմը, հիմա ես որոշում եմ ընդամենը 1 ամսով կամ քանի արձակուրդը ինչքան է տևում, 24 օրով կամ 12 օրով, կապ չունի ինչքան, ապրեմ մեղքի կյանքով, հետո անպայման կվերադառնամ։ Եվ այդ պահին, հիշում եք, չէ, այն պատմությունը որ կա, մարդը պլանավորում էր իր բիզնեսը ընդլայներ, SNN գնար ուրիշ քաղաք, այս աներ, այն աներ, հետո այդ պահին Աստված հոգին վերցնում է ու կանգնում է դատաստանի։ Ինչ ա լինում այդ մարդու հետ, որ հավատքից արձակուրդ էր գնացել, ինքը չի կարա Պողոս առաքյալի պես ասի, պահեցի հավատքս։ Չի կարա, ասի, ուր է քո հավատքը։ Եթե դու ինձ հավատում ես, ինչ արձակուրդ։ Հավատքի կյանքը այդ ինչա որ մի հատ էլ արձակուրդ ես դնում, մարդ ասում է, սա հավատացյալի շորերը հանեմ, քեզ կասեմ։ Էդի շոր չի։ Դի մաշկն է, մեր էությունն է, մեր նոր ծնված բնույթն է։ Ես ուրիշ մարդ եմ։ Ոչ թե ես դիմակ եմ դրել, հեսա դիմակս անեմ, հետո էլի կդնեմ։ Այդ դիմակ դնողներին Աստված ճանաչում է։ Եվ իրանց մասին էլ կա գրված։ Բայց ուշադիր լինենք, մենք պիտի հասկանանք, ինչ է հավատքը, ինչ է ճշմարտությունը, եւ այս վստահության հավատքը, որ սերմն է գցում, այո, ճիշտ է սա։ Հետո հնազանդության հավատքը, որ վերստին ծնունդ է բերում, ապաշխարություն է բերում մարդու կյանքում, որոշել եմ հնազանդվեմ այն ճշմարտությանը, որին հավատացել եմ, եւ նաեւ շարունակական հավատքը, որ պատրաստ եմ վճարել ճշմարտության մեջ ապրելու գինը։ Քեզ դարձնում է հավատացյալ, որը կարա ապահով լինի իր փրկության հարցում։ Հենց սա է սովորացնում Հովհաննեսը։ Երբ որ հարցրեցին, Պիղատոսը հարցրեց Տեր Հիսուսին, ինչ է ճշմարտությունը, Տեր Հիսուսը չպատասխանեց Պիղատոսին, բայց իր աշակերտներին ասաց դրանից առաջ. Ես եմ ճշմարտությունը։ Նա է ճշմարտությունը։ Եթե ուզում եք ճշմարտությունը իմանաք, եթե ուզում եք ճշմարիտը իմանաք, պետք է ճանաչեք, Հովհաննեսն է ասում, պետք է ճանաչեք այն մեկին, ով ասեց ես եմ ճշմարտությունը։ Ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գնա,
եթե ոչ ինձանով։ Քանի որ ժամանակս քիչ է, եկեք անդրադառնանք մի քանի թեմաների։ Առաջինը՝ մարդ թե Աստված։ Հովհաննեսը անդրադառնում է այս թեմային։ Մարդ թե Աստված։ Ոմանք ասում են ավելի շատ Աստված էր, քան մարդ էր, ոմանք ասում են ավելի շատ մարդ էր, քան Աստված, ոմանք ասում են մասնակիորեն եւ Աստված էր եւ մարդ էր, այսպես լցվում էր աստվածությունը, հետո աստվածությունը դուրս էր գալիս, մարդեղությունն էր լցվում իր մեջ, այս վարդապետական խորը բանավեճեր կան այս առումներով։ Հովհաննեսը հստակ ներկայացնում է, որ նա լիովին, ամբողջովին 100%-ով Աստված էր եւ 100%-ով մարդ։ Խոսում է նրա մասին, որ լացեց, սովեց, ծարավեց, դերասանություն չէր անում, ծարավում էր, հաց էր ուտում, արտաքնոց էր գնում։ Հիշում եք, խոսում էր դրա մասին, որ բերանից մտնում է, հետո ուր է գնում այդ ամեն ինչը։ Այսպիսի թեմաներից էր խոսում, ինքը մարդ էր, ամբողջովին, բայց նաև Աստված էր, ամբողջովին։ Վկաները իհարկե փոխել են, վկաների մոլորությունը իրենց այդ չաստվածաշնչից ես ունեմ ուսումնասիրության նպատակով եւ բացեցի այն առաջին խոսքերը Հովհաննես առաջին գլուխ առաջին խոսքում խոսվում է նրա մասին, որ խոսքը Աստված էր։ Իրենք աստղանիշ են դրել վրան, գրել են տակը աստվածային։ Սա Աստված չի նշանակում, նախ Աստված փոքրատառ են գրել, չգիտես ինչու, թարգմանական որ կանոններով։ Ասում է սկզբում էր բանը, բանն Աստծու մոտ էր եւ բանն Աստված էր։ Այն Աստծու մոտ էր, որ կա, դա մեծատառ են գրել, որ գրած Աստված էր, դա փոքրատառ են գրել, որ իրենց վարդապետությունը, այն էլ աստղանիշ են գրել են Աստված չէր, էլի Աստվածային էր, թե ինչա, հետո վարդապետական ահագին այսքան հավելվածում բացատրություն կա իրանց մոտ, բայց իմաստը նա է, որ իրենք չեն ընդունում Քրիստոսի Աստված լինելը։ Եվ եթե անգամ զրույցի մեջ ասում են Աստված է, ի նկատի չունեն այն Աստված, որ արարել է, այլ իրանց մոտ մի անգամ հարց տվեցի, ասեցի Աստված ինչի նկատի ունեք, ասեց դա իշխանություն ունեցող։ Այսինքն ցանկացած իշխանություն ունեցող Աստված է, ասեց այո։ Էլ իրանց այդ զրույցի մասին չխոսեմ, այդ աղանդների հատուկ ուսուցման ժամանակ կանդրադառնանք նաև վկաների մոլորությանը, բայց այս թեման շատ կարևոր է։ Նա Հովհաննեսը սկսում է, նայեք, եթե վերցնենք ավետարանիչներին, իմ մոտ միտեղ գրել էի, չեմ գտնում, որ դա ասեմ, բայց եթե վերցնենք ավետարանիչներին, Մարկոսը սկսում է ծառայությունից, նկարագրությունը, Մաթեվոսը գնում է մինչև Աբրահամ, որպեսզի ցույց տա հրեաներին, հիշում եք, հրեական 5 տակարանյան մեջբերումներով, հիմնավորումներով ցույց տա, որ Աբրահամից է եկել սերունդը։ Ղուկասը, որ իր հետաքրքրությունը մի քիչ ավելի լայն էր, մարդկության փրկիչ էր ներկայացնում, հետ է գնում մինչև Ադամ, Հովհաննեսը ինչից է սկսում։ Սերնդաբանությունից չի սկսում, սկսում է ծննդոց առաջին գլխի առաջին խոսքից, որը սկսում է այսպես. սկզբում Աստված ստեղծեց, չէ՞։ Սկզբում Աստված։ Ասում է հիմա սկզբում, հենց այդտեղից էլ սկսում է։ Այսինքն մեր պատկերացումներին, ընկալումներին հասանելի անցյալն է գնում ու ասում է հենց որ ոչ մի բան չկար ու սկիզբը կար, սկզբում Հիսուսը արդեն կար։ Իհարկե Հիսուս չէր իր անունը։ Իր անունը երկրի վրա եղավ Հիսուս։ Իր անունը խոսք էր, որ նույն բառն է, բան, գրափարով խոսք բառը, բան բառն է,
Մենք անդրադառնանք սրան, բայց ուզում եմ տեսնենք, որ հետո առաջինի 14-ում ասում է եւ այս խոսքը կամ բանը, որ սկզբում կար, ամեն ինչից առաջ կար, ինքը Աստծու մոտ էր եւ Աստված էր, ինքը մարմին հագավ ու բնակվեց մեր մեջ եւ մենք տեսանք նրան։ Ահա թե ինչ ասում Հովհաննեսը։ Եվ խոսում է մարդ լինելու մասին, ամբողջովին մարդ էր։ Եվ խոսում է, որ նա արարիչ Աստվածն էր։ Եվ այս ամենը ասում է, որ մենք հավատանք ու փրկվենք, որովհետև եթե չհավատանք սրան, մենք կարանք չպատկերացնենք ոնց կարա դա լինի։ Ոնց կարա արարիչը մարդու տեսքով գա, եւ շատ նորմալ է, որ մեր տրամաբանության մեջ չտեղավորվի։ Բայց մենք, եթե հավատանք սրան, ունենք փրկություն, եթե չհավատանք, չունենք փրկություն։ Մի կողմից ասում է, որ Աստված է, մյուս կողմից արդեն ավետարաններում չէ, բայց Հովհաննես Առաքյալը 3 թուղթ ունի եկեղեցիներին ուղված եւ երկրորդ թղթի 7-րդ խոսքում, մեկ գլուխ ունեցող թուղթ է, ասում են նրա է ները, մոլորեսնողները նրանք են, որ Քրիստոսին չեն ընդունում մարմնով եկած։ Այսինքն մի ծայրահեղությունը նա էր, որ ասում էին Աստված չի, մարդ է, մյուս ծայրահեղությունն էլ սա կրկին շեղում է, որ ասում են Աստվածա մարդ չի։ Եվ ասում է ով ասում է Աստվածա մարդ չի, գիտեք ինչ են ասում։ Հիմա տեսեք այդ մոլորությունը մեր մոտ շատ տարածված է։ Ասում են այդ Հիսուսն է տենց ապրել։ Մենք ո՞նց կարանք տենց ապրենք։ Այսինքն նշանակում է ինքը Աստված է, կարողացավ գայթակղություններին դիմանա։ Մենք չենք կարող գայթակղություններին դիմանալ։ Սա նշանակում է, որ ինքը մարդ չէր երկրի վրա եւ մեզ համար ճիշտ օրինակ չի, բայց ամբողջ Աստվածաշունչն ասում է, որ ինքը մեզ համար ճիշտ օրինակ է։ Ինքը մեր նման էր ամեն ինչով բացի մեղքից, որովհետեւ կարողացավ հաղթել եւ մեզ էլ խոստացել է, որ ուժ է տալիս, որ մենք կարողանանք հաղթել։ Իսկ մի ծայրահեղությունը իր մարդեղությունը մերժելն է, մյուս ծայրահեղությունը իր աստվածությունը մերժելն է։ Եվ սա չի փոխվում, սա ամբողջականությամբ միշտ երկուսը միասին եղել է։ Ուներ աղոթքի կյանք, որպես մարդ, 17-րդ գլուխը ամբողջությամբ իր աղոթքն է։ Բայց նաև ասում էր ինձ տեսակ, հորը տեսակ, որ Փիլիպոսը ասեց ցույց տուր հորը։ Ասեց այդքան ժամանակ քեզ հետ եմ, ինչ հարցեր ես տալիս, Փիլիպոս։ Հրաշալի է։ Հովհաննես Մկրտիչը վկայեց, որ նա Քրիստոսն է։ Նաթանայելը վկայեց, Տեր Հիսուսը ինքը վկայեց, Պետրոսը վկայեց, Մարթան վկայեց, Թովմասը վկայեց։ Եվ այս սիրելի աշակերտը, որ գրեց այս ամենը, ինքը վկայեց, որ նա Քրիստոսն է։ Եվ որոշակի նշաններ, որ ասացի, չէ, հրաշքները նշաններ են, որ ուղղորդում են նրան, որ ով է Տերը։ Տեսեք, արդեն ասացի, որ 7-ից 5-ը առանձնահատուկ են Հովհաննեսի ավետարանին, օրինակ ջուրը գինի դարձնելը։ Կամ ջրերի վրայով քայլելը։ Ով կարա այսօր անի դա։ Կամ իր աշակերտներից որ մեկը արեց։ Իհարկե Պետրոսը դուրս եկավ, բայց հիշում ենք իր ներկայության մեջ։ Ես չեմ կարծում, որ հետագայում աշակերտները, ասենք, ջուրը գինի դարձնելով գումար էին աշխատում։ Լավ կլներ, չէ՞։ Այն էլ այնպիսի գինի էր, որ սեղանապետը համ տեսեց, ասեց, այս հակառակն են անում հարսանիքների ժամանակ, սկզբից լավն են տալիս, հետո անորակն են տալիս, երբ որ արդեն հարբել են այս լավ գինին։
Ես կարծում եմ, սրանք այնպիսի հրաշքներ են, որ Տերը չի փոխանցել մեզ, որպեսզի մենք այս հրաշքները անենք, ասենք եկեղեցու ֆինանսները ապահովելու նպատակով կամ ջրերի վրայով քայլենք, որպեսզի մարդիկ տեսնեն ու զարմացած եկեղեցի գան։ Սա նշաններ էին, սրանք նշաններ էին, որոնք խոսում էին իր արարիչ լինելու մասին։ Միայն նա կարող էր դա անել։ Իծնե կույրի բժշկությունը, Ղազարոսի հարությունը։ Սա այն Հայրոսի աղջկա հարությունը չի, սա 4 օրվա մահացած էր, որ արդեն քայքայվել էր։ Ով կարող էր դա անել։ Այս ամենը խոսում էր իր էության մասին։ Վկայել բառը, եթե ասեցի հավատք բառը 86 անգամ է հանդիպում, վկայել բառը 33 անգամ։ Տեր Հիսուսի վկայությունը ինքն իր մասին հենց այդ ես էմներն էին։ Ես եմ Աբրահամից առաջ, ես եմ։ Գիտեք չէ՞ ոնց է հնչում։ Աբրահամից առաջ Յահվե։ Ես եմ։ Ես եմ ճշմարիտ որդատունկը։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Եվ այս խոսքերից հետո Աբրահամից առաջ ես եմ։ Գիտեք, հիմա կարդում են, ասում են, որտեղ է Հիսուսը ասել, որ ինքը Աստված է։ Մենք պիտի համատեքստը, հիշում եք, որ սովորեցնում էի համատեքստի մասին։ Մի փոքր գնում ենք այն ժամանակ, երբ որ ինքը այս խոսքերը ասեց, հрьяաները ինչ արեցին։ Գրվածա որ քարերը վերցրեցին, որ քարկոծեն։ Ինչու՞։ Որովհետև մարդ լինելով քեզ Աստծո տեղ ես ներկայացնում։ Դու ասում ես, դու Աստված ես։ Այդ գրած է Աստվածաշնչի մեջ, բայց մարդիկ որ կարդում են, չեն հասկանում։ Ասում են, որտեղ է Հիսուսը ասել, որ ինքը Աստված է։ Այսքան որ ասում է ես եմ։ Հрьяաները ինչի համար էին իրան ուզում սպանեին։ Որովհետև դու քեզ Աստծո տեղ ես դրել։ Եվ նա իրեն Աստված էր ներկայացնում։ Եվ Հովհաննեսը, տեսեք այն 3 ավետարանիչները այլ կենտրոնացում ունեն, Հովհաննեսը լրիվ այլ կենտրոնացում ունի։ Գանք խոսք բառին։ Բան։ Սկզբում էր բանը, բանն Աստծու մոտ էր եւ բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Սա առաջին 4 խոսքերն էին, առաջին գլխի, իսկ 14-րդ խոսքում եւ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց եւ տեսանք նրա փառքը, փառք որ հորից ունի միածինը։ Միածին նշանակում է այդ մի հատն է, մեկն է որ ծնվել է, միածին։ Ինքը չի արարվել, ինքը ծնվել է եւ ուրիշ մեկը չի ծնվել իրենից։ Միածինն է նա, որ հորից դուրս եկավ լի շնորհով ու ճշմարտությունով։ Եվ այս բառը ուզում եմ կրկին, ինչպես հավատում ենք, ով հավատում է, արտահայտությունը մենք դժվար ենք ընկալում այն իմաստը, որ կա բնագրում եւ պետք է բացատրենք այդ ժամանակաձևը մենք չունենք, որ մի գործողությունը շարունակաբար գնում է։ Որտեւ մեր մեջ հավատում ես, ասում է այո։ Իսկ այնտեղ գրված է ով հավատում է այն իմաստով, որ Տեր Հիսուսը ասում էր հավատում է մինչև վերջ, ով իր հավատքը պահում է, սա է ճշմարտությունը։ Հիմա այս խոսք բառը, բան բառը բնագրում հունարենում լոգոս բառն է։ Մեզ շատ հայտնի լոգոսը, որ լոգիկա կամ տարբեր գիտություններ, ցանկացած գիտություն ասենք
բիոլոգիա, մեծերիոլոգիա, ստոմատոլոգիա, ինչ? Այդ արմատը, լոգիա, այսինքն լոգիա, լոգոս բառն է այստեղ։ Հիմա ինչ է լոգոսը։ Մի փոքր պիտի հասկանանք, ժամանակ ունեմ։ Մի քիչ գնանք պատմություն, որպեսզի հասկանանք ինչ է լոգոսը։ Հերակլիտոս անունով փիլիսոփայի մասին, եթե անգամ չեք լսել, իր ասած արտահայտությունը հաստատ ծանոթ կլինի ձեզ, ինքն է հեղինակը այն արտահայտության, որ ասում է միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։ Սա Հերակլիտոս անունով Քրիստոսից առաջ մոտ 500 տարի առաջ 535-ին ծնվել է, 470 քանիսին այդ կողմերը մահացել, եւ իր խոսքերն են, եւ ինքը հիմնադրել, ասում են, որ ժամանակակից գիտության հիմնադիրն է ինքը, այդ մի քիչ փիլիսոփայությունն ասեմ, դիալեկտիկական հակադրության այդ մոտեցման հիմնադիրն է, ավելի պարզ մարդկային լեզվով ասած, ինքը հարցնում էր, ինչու է սա այսպես։ Ուզում ենք հասկանանք նպատակը, ասենք, եթե քամին փչում է, տերևը շարժվում է, օրինակի համար։ Ինչու է սա այսպես։ Եթե ջուրը տաքացնում ես, ինքը գոլորշիանում է եռալուց։ Ինչու է սա այսպես։ Ինչու է սա այսպես հարցը, որ բոլոր երեխաները փոքր ժամանակ տալիս են։ Ինչու է սա այսպես հարցը, երբ որ ինքը սկսեց այս հարցերը տալ տարբեր բնագավառներում եւ այդ դիալեկտիկան, այսինքն տրամաբանական հակադրությունների մեջ եզրահանգումները որ գտավ, ինքը որ գտնում էր պատասխանը, այդ պատասխանը լոգոսն է։ Լոգոսը պատճառն է։ Ինչու է դա այդպես։ Բիոլոգիան, կենսաբանություն, հայերենում տեսեք բիոլոգիա, կենսաբանություն, չէ՞։ Ինչա կենսաբանությունը ուսումնասիրում։ Կյանք չասեմ, լավ, կենսա բազմազանության, լավ, կյանք ունեցող կենդանիների, բույսերի կառուցվածքը ինչու է այդպես։ Ինչու է արյունը այսպես շրջանառվում, ինչ դեր է կատարում, սա ուսումնասիրությունն է, եւ պատճառը այդ բանն է։ Բան կենսաբանություն։ Բան, չգիտեմ, երկրաբանություն, երկրի մասին գիտություն, այդ բանը, որ թարգմանվել է, լավ չի փոխանցում այդ լոգոսը դա պատճառն է, ինչու։ Հիմա տեսեք Հովհաննեսի, եթե սա հասկացանք, Հովհաննեսի 1:1-ը այսպես կարելի է կարդալ։ Սկզբում էր այդ պատասխանը բոլոր հարցերի, պատճառը, սկզբում էր այդ խոսքը, բանը, հասկանում եք ինչ է սա։ Սա գիտություն է պատճառի մասին, գիտություն կյանքի մասին, սկզբում էր ամեն ինչի պատճառը նա է։ Նա Աստծու մոտ էր եւ նա Աստված էր եւ ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, եւ կյանքը նրանով էր։ Կյանքի պատճառը նա էր։ Եվ կյանքը մարդկանց լույսն էր։ Լոգոս բառը ինքը շատ ավելին է։ Եվ իր անունը, այո, լոգոս էր։ Իհարկե Աստծու մոտ այդպես անուն ասելը շատ ճակերտավոր, փոխաբերական իմաստ է, ուղղակի որպեսզի մենք հասկանանք ով է նա։ Նա ամեն ինչի պատճառն է։ Նա Աստծու բնույթից բխած մի մասնիկն է։ Աստծուց ծնված միակ ծնված մեկը, որ եկավ, որպեսզի մեզ բացատրի այդ պատճառը, որ մեր հարցերին պատասխան լինի։ Դրա համար, երբ որ հարցրեցին աշակերտները, չգիտեմ, ինքն էր սովորեցնում, թե աշակերտները հարցրեցին ճշմարտության մասին, ասեց ուրիշ տեղ մի փնտրեք ճշմարտությունը։
Բոլոր գիտությունների գիտությունը իմ մեջ է, ես եմ ճշմարտությունը։ Եվ ինքը ասեց, ես եմ ճշմարտությունը։ Ինձ հավատացեք, իմ ասածներին հավատացեք, իմ ասածներին հավատացեք ու հնազանդվեք եւ կյանք կունենաք, որովհետեւ ես եմ կյանքի աղբյուրը եւ ես այս կյանքից հետո կյանք եմ պատրաստել ձեզ համար։ Եվ ես եմ միակ ճանապարհը, մարդկություն, հասկացեք, ես եմ միակ ճանապարհը, որ ինձանով, ինձ հավատալով, ինձ հնազանդվելով եւ շարունակական այդ հավատքը պահելով կունենաք կյանք, այլապես կկործանվեք, որովհետեւ ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք ու առատ կյանք ունենաք, իսկ գողը եկել է, որ գողանա, սպանի ու կործանի ձեզ։ Եվ միակ կերպը, որ դուք կարող եք փրկվել այդ գողի ճիրաններից, դա եթե իմ խոսքերը ձեր մեջ մնան եւ դուք հնազանդ ապրեք իմ խոսքին, այն ժամանակ ազատ կլինեք, որովհետեւ սատանան ձեզ խաբում է ու տանում է մեղքի, իսկ մեղքի մեջ մահ կա։ Իսկ ես ցույց եմ տալիս ձեզ ճշմարտությունը եւ ուժ եմ տալիս մեղքից ազատագրվելու համար։ Հրեաները ասացին, մեր հայրը Աբրահամն է։ Մեկի զրույցից շարունակվեց, ասացին, մենք ուրիշ հայր չունենք, մեր հայրը Աստված է։ Ասեց, եթե Աստված լիներ ձեր հայրը, դուք չէիք ուզի ինձ սպանեիք։ Քանի որ դուք ուզում եք ինձ սպանեք, դա մեղք է, ձեր հայրը սատանան է։ Եթե Աստված լինի ձեր հայրը, դուք չեք ուզի մեղք գործեք։ Մեղքի գայթակղությունը կգա, կասեք, ոչ, իմ հայրը Աստված է, ես հավատում եմ Հիսուսին, ինքը իմ կյանքն է։ Կյանքիս աղբյուրն է, ինձ կյանք տվողն է, ես հավատում եմ իրան ու ուզում եմ իր հետ անցկացնեմ իմ ողջ հավիտենությունը, ես հավատում եմ։ Նա կյանքի և գոյության պատճառն է, նա հավիտենական է, նա Աստված է, նա մարմին հագավ, նա բնակվեց մեր մեջ, մենք տեսանք նրա փառքը, որ լի է շնորհքով եւ ճշմարտությունով։ Հովհաննեսն ասում է, ես ականատես եմ, ես վկայում եմ ձեզ, որ դուք էլ հավատաք ու փրկվեք։ Սա է այս ավետարանի նպատակը։ Կամ սիրո մեջ ես ապրում, կամ ապրում ես Աստծո բարկության ներքո։ Ով իմ հետևից գա, Հովանու 8:12-ում, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի, իմ հետևից արի։ Եթե հարցնեմ ձեզ, հավատում եք, ասելու եք այո։ Աստված տեսնում է մեր յուրաքանչյուրի ներսը, շարժառիթը, մեր ապրած կյանքը։ Հիսուսը ասում է հնազանդվիր իմ խոսքին։ Դու ասում ես, եթե ես հնազանդվեմ, ինձանից կնեղանան իմ բարեկամները։ Եթե ես հնազանդվեմ, իմ հարևանները ինձ բարև չեն տա։ Եթե ես հնազանդվեմ, այդ մեղք չգործեմ, էլ ինչ տղամարդ։ Ամեն մեկը մի բան ասում է։ Բամբասանքի մասին էր, չէ՞ Կիրակի օրվա քարոզը։ Ոմանք ասում են, եթե էտել չանենք, էլ էս կյանքի հետաքրքրությունը կորում է։ Բայց չիմանամ ում կյանքում ինչա տեղի ունեն։ Մի հատ խաղալիք ունենք, էտել էս մեր ձեռից վերցնում։ Կարևոր չի ինչպես ես մերժում հավատքը։ Կարևոր է, որ չմերժես։ Ամեն բանից առավել, հիշում եք Մարգարիտ այդ որ գտնում է մեկը, գանձա գտնում այդ առակներ, որ նախորդ ուսումնասիրությունների ժամանակ անցանք, այս ավետարանի մեջ առակներ չկան, այստեղ զրույցներ են, բայց ամենաթանկը, որ գտնում ես, գտել ես թե չես գտել, եթե գտել ես, հավատում ես, մնացածը կարևոր չի, ամեն ինչ կարելի է թողնել ես ամենաթանկը ունենալու համար։ Եվ Հովհաննեսը սա է մեզ սովորեցնում։ Կամ սիրո մեջ ես ապրում, հնազանդ Աստծո խոսքին, կամ Աստծո բարկությունը գալիս է քո վրա։ Ու ոմանց կյանքում անընդհատ գալիս է, դեռ այդ հավիտենական կորուստի բարկությունը չի, Աստված բարկանում, որ դու չես ապաշխարում, որ դու կործանում ես գնում, ցավում է քեզ համար, խրատում է, անընդհատ պատժում է քեզ, սթափեցնում է քեզ, բայց մարդը այս ճակատը շատ հաստ է, շատ պինդ է։ Աստված չի ուզում նենց խփի, որ կոտրվի, դու էլ ասում ես, այս անգամ էլ չկոտրվեց։ Թող մի հատ էլ խփի, չեմ ապաշխարի։
մի հատ էլ ախպում։ Չի ուզում կոտրի, որ կոտրի կկործանվես։ Դու ասում ես, այս անգամ էլ չկոտրվեց։ Հрьяաները այդպես էին անում։ Այդ ամեն ինչը գրված է, որ մենք դաս առնենք ու այդպես չլինենք։ Մի հետաձգիր քո ապաշխարությունը։ Այս ամենը իրական է։ Եվ Հովհաննեսը ասում է, ես տեսել եմ, ես շոշափել եմ, ես վկայում եմ, ով է նա, հնազանդվեք իր խոսքին, որ փրկություն ունենաք, որ կյանք ունենաք։ Ինչ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ Հայր եւ Որդուն, ում դու ուղարկեցիր։ Ինչ է հավիտենական կյանքը։ Ոմանք ասում են, հավիտենական կյանքը ապաշխարության թերթիկի վրայի աղոթքը կարդալն է։ Հավիտենական կյանքը նա չի, որ քեզ ասում են կրկնի այդ աղոթքը ու դու կրկնում ես։ Հավիտենական կյանքը նա է, որ դու ճանաչես իրեն։ Ճանաչես ինչպիսին է ինքը, հավատաս իր ասածներին ու հնազանդ կյանք ապրես։ Ահա հավիտենական կյանքը։ Եթե չճանաչես կամ ճանաչես, չհավատաս, կամ ճանաչես, հավատաս ու չհնազանդվես, Աստծու բարկությունը մնալու է քեզ վրա։ Սա ասում է սիրո քարոզիչ Հովհաննեսը, այն Հովհաննեսը, որ ասեց Աստված սեր է։ Այդ նույն Հովհաննեսը գրում է Աստծու բարկությունը մնում է այս մարդկանց վրա։ Հավիտենական կորուստ է լինելու, հավիտենական տանջանք այս մարդկանց համար, ովքեր կամ չհավատացին, կամ սխալ հավատացին, կամ հավատացին, բայց չհնազանդվեցին։ Ահա այս մարդկանց վրա կորուստ է։ Եվ մեր գործը, սիրելիներ, մեր շրջապատում այս բարի լուրը տարածելն է։ Բարի լուրը եւ վատ լուրը իրար հետ են։ Նախ ասում ես, որ չհավատակ ինչ կլինի, հետո ասում ես, որ հավատակ ինչ կլինի։ Իրար հետ են այս երկու լուրերը։ Իհարկե մեր քարոզությունը բարի լուրը պիտի լինի, բայց նաև պիտի ճշմարտությունը խոսենք ամբողջությամբ։ Վերջին թեման, իհարկե 1 ժամս անցել եմ ոնց որ թե վաղուց։ Վերջին թեման նա է, որ ինչպես ապրենք այս կյանքը։ Չէ՞, մարդը ասում է, ես ուզում եմ հավատամ, բայց ուժերս չի երիքում։ Ես չեմ կարող այդ կյանքը ապրեմ։ Հովհաննեսը այս հարցին էլ է պատասխանում։ Եվ այնքան, որքան Սուրբ Հոգու մասին ուսուցում կա, այս ավետարանում ուրիշ ոչ մի տեղ, ոչ մի ավետարանում չեք գտնի։ Առաջին գլխում խոսում է Տեր Հիսուսի մասին, որ գալու է ու մկրտելու է Սուրբ Հոգով։ Երրորդում խոսում է հոգուց ծնվելու մասին, որ անդրադարձանք։ Չորրորդում խոսում է կյանքի ջրի մասին, հիշում եք, եւ նաեւ խոսում է, որ Աստված փնտրում է այդ սամարացի կնոջ հետ զրույցի մեջ, Աստված փնտրում է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագողների։ 7-րդ գլխում կենթանի ջրերի գետերի մասին է խոսում, որ Սուրբ Հոգու մասին էր, որ Սուրբ Հոգին դեռ տրված չէր, բայց Տերը սովորեցնում էր այս մասին։ 14-ից 16 գլուխները մանրամասն ուսուցումներ են Սուրբ Հոգու մասին եւ այս բառը մխիթարիչ բառը, որ մենք թարգմանում ենք, սա պարակլետոս բառն է, որ ճիշտ թարգմանությունը կրկին բնագրից մխիթարիչ է թարգմանված, բայց սա այն ընկերն է, որ միշտ քո կողքին է։ Այն բարեկամը սրտացավ մեկը, որ միշտ քո կողքին է, որ քեզ մխիթարում է, որ քեզ քաջալերում է, որ քեզ զորացնում է, քո ձեռքից բռնած առաջնորդում է, ուղղորդում է, ուժ է տալիս, խրատում է, հանդիմանում է, ձեռքի տա խփում, երբ որ սխալ բան ես ուզում վերցնես, ասենք ոնց որ հոսանքի հետ ուզում ես խաղաս խփում է ինքը, իր հետ մտերմություն արա։ Սուրբ Հոգին մեզ օգնում է Քրիստոսի աշակերտի կյանքով ապրել, եւ 20-րդ գլխում Տեր Հիսուսը փչում է իր աշակերտների վրա, երբ որ իրանք հավատում են, որ նա հարություն է առել, հավատում են իրեն, մինչև այդ հիշում եք, որ եկան ասացին հարություն առել, ինքը ասել էր հարություն եմ առնելու։ Եկան աշակերտներից վկայեցին, որ հարություն է առել, չհավատացին։ Բայց երբ որ հավատացին, եկավ, այսինքն էլ հավատալու բան էլ չկար, եկավ կանգնեց իրանց մեջ ու փչեց իրենց վրա, ասեց առեք Սուրբ Հոգին։ Ինչու է գրված այս ավետարանը, որ մենք չհավատանք մոլորությունների։ Այդ մոլորությունները կարան լինեն մեկ այլ մարդու կամ ուսուցիչների կամ քարոզիչների ուսուցանած ստությունները, կարան լինեն մեր մտքում ծնված ստությունները, որ չարը սխալ մտքեր է ուղարկում։ Հովհաննեսը հստակ խոսում է ով է Քրիստոսը,
ինչ է հավատքը, ինչ է ճշմարտությունը եւ ինչպիսի կյանք է ակնկալում Աստված Քրիստոսին հավատացող մարդուց։ Շատ հստակ է եւ գրեց, որ հավատաք, որ պահեք հավատքը, չլսեք մոլորեսնողներին եւ ապրեք Սուրբ Հոգու օգնությամբ Քրիստոսով պատրաստված, ձեզ համար պատրաստված օրհնյալ կյանքը այս երկրի վրա եւ հավատարիմ մնալով մինչեւ վերջ մենք նաեւ կմտնենք այն իրողությունը, որ Տերը խոստացել է հավատարիմներին։ Միջայլոց հավատարիմ եւ հավատք բառերը նույնն են բնագրում։ Նույն բառն է հավատարիմը եւ հավատացողը։ Այսպիսի հրաշալի ավետարան ինձ թվում է մի 10 րոպե իմ սովորական ժամից առաջ անցա, բայց արժեր սա եւ լավա որ 10 րոպե առաջ անցա։ Կարար 1 ժամ լիներ, եթե ես ինձ չզսպեի, որովհետեւ հրաշք է Հովհաննեսի ավետարանը եւ հույս ունեմ, որ այս դասից հետո ընթերցանությունը լրիվ այլ կերպ դուր կբացի, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին խոսի մեր սրտերին։ Եկեք կանգնենք աղոթքի։ Գոհանում ենք քեզանից, մեր Տեր։ Շնորհակալ ենք քո ողորմությունների համար, շնորհակալ ենք 4 ավետարանների համար էլ, ամբողջ Աստվածաշնչի համար, բայց հատկապես Հովհաննեսի ավետարանի համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու հոգ ես տարել, որ մենք ունենանք այս հրաշալի վկայությունը, Տեր, սա վկայություն է քո մասին, ով ես դու, ինչպիսին ես դու, եւ տուր, որ այս դասը, Տեր, խոսի շատ մարդկանց սրտերին, որ Հովհաննեսի գրելու նպատակը իրագործվի, Տեր, որ հավատանք նրա վկայությանը, հավատանք քո մասին, քո խոսքի մեջ գրված ճշմարտությանը, հավատանք քեզ, որ ամեն ինչի պատճառն ես ու պատասխանը, եւ քեզ հավատալով, հնազանդության հավատքով եւ շարունակական հավատքով հավատալով հավիտենական կյանք ունենանք։ Աղոթում եմ, որ յուրաքանչյուր քեզ սիրող մարդ, յուրաքանչյուր քեզ հավատացող մարդ այնպիսի հավատք ունենա, ինչպիսին որ նկարագրում է Հովհաննեսը իր ավետարանի մեջ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։